Այս աղոթքը բժշկության համար է։ Աստված բժշկում է եւ ամբողջ Աստվածաշունչը ողողված է այդ պատմություններով, թե ինչպիսի հրաշքներ է Աստված արել։ Երբեմն բժշկությունը լինում է հրաշքի պես վայրկենական, երբեմն էլ ժամանակ է պահանջվում։ Աստծո խոսքում գրված է, որ երբ որ Հիսուսը տեսավ թզենուն եւ անիծեց թզենուն, քանի որ պտուղ չուներ, Հիսուսը այդտեղից գնաց։ Երբ վերադարձավ, թզենին չորացել էր։ Շատ անգամ, երբ որ մենք աղոթում ենք այդ հիվանդության համար, վայրկենական գուցե այդ հրաշքը չենք տեսնում, բայց երբ վերադառնում ենք, տեսնում ենք, որ այն չորացել է։ Հետևաբար, եթե այս աղոթքից հետո անմիջապես հրաշք չտեսնես, թող քո հավատքը դրանից չերերա։ Այդ հիվանդության արմատը սկսում է չորանալ եւ ուշ թե շուտ պարտվելու է, քանի որ աղոթքը ունի ուժ եւ զորություն։ Սիրելի Հիսուս, ես գալիս եմ քո գահի առաջ եւ քո գահի առաջ եմ բերում այն բոլոր մարդկանց, ովքեր հիմա հիվանդության մեջ կամ ցավերի մեջ տառապում են։ Ինձ տրված իշխանությամբ, Սուրբ Հոգու զորությունով եւ Հիսուսի զորավոր անունով հռչակում եմ, որ հենց հիմա ամեն հիվանդություն, ինչ անուն էլ որ ունենա, խոնարհվի Տիրոջ անվան առաջ, քանի որ Աստծո խոսքն ասում է, որ Հիսուսի անվան առաջ խոնարհվում է ամեն բան երկնքում, ամեն բան երկրի վրա եւ ամեն բան երկրի ընդերքում, այնպես որ ամեն հիվանդության անուն թող հենց հիմա խոնարհվի Տիրոջ անվան առաջ եւ զրոյանա իր ուժը այս հրաշալի մարդկանց կյանքում։ Եվ այո, ասում եմ ինձ տրված իշխանությամբ, քանի որ Աստծո խոսքն ասում է, ես ձեզ տրվեցի իշխանություն քանդելու չարի ծրագրերը երկրի վրայից։ Սիրելիս, հավատա Տիրոջ գերբնական գործունեությանը քո կյանքում։ Աստված բարի է, Աստված բժշկող է, նա է բժիշկների բժիշկը, տերերի Տերը եւ քեզ սիրող Հայրը։ Եղիր բժշկված Հիսուսի անունով։ Ամեն։